Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում երկրաշարժերի հետևանքները վերացնելու նպատակով Սիրիայից ցուցաբերվող օգնությունը չպայմանավորել երկրի իշխանության հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Ամերիկան ավերիչ երկրաշարժից հետո օգնություն է ուղարկել ինչպես Թուրքիային, այնպես էլ Սիրիային։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով Արաբական Հանրապետությունում տարերային աղետի զոհ է դարձել 1414 մարդ, տուժել է 2349։ Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում ըստ տարբեր տեղեկությունների կա ավելի քան 2000 զոհ։ Սպիտակ տունը դաշնային գործակալություններին 30 օր ժամանակ է տվել TikTok հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար։ Չինական հավելվածը անվտանգության խնդիրների պատճառով հայտնվել է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։ Որոշ գերատեսչություններ, ներառյալ Պաշտպանության նախարարությունը, Ներքին անվտանգության նախարարությունը եւ պետական կառավարումը արդեն սահմանել են նշված սահմանափակումները։ Սպիտակ տունն արդեն արգելել է TikTok հավելվածն իր սարքերում։ Ամերիկյան գործարար Իլոն Մասկը դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Մասկի հարստության աճին նպաստել է այն, որ Տեսլա ընկերության բաժնետոմսերի գինը գրեթե 70%-ով աճել է։ Դրա պատճառներից մեկն այն է, որ ընկերության էլեկտրական մեքենաների մի քանի մոդելների պահանջարկը մեծապես ավելացել է որոշակի գնիչեցումներից հետո։ 51-ամյա Իլոն Մասկը, որն արդեն մի քանի ամիս է նաև Twitter-ի սեփականատերն է, 2023 թվականի սկզբին ուներ $137 միլիարդ կարողություն։ Այժմ նրա կարողությունը կազմում է $187 միլիարդ։